Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 14-ն է 2026 թվական։ Մինչ հիմնական լուրերին անցնելը մի հատ պարզաբանման անդրադառնամ։ Պարբերաբար այս հարցը ինձ տալիս են, որ ադրբեջանցիները, որ պնդում են 300,000 պիտի գանք մեր հայրենիք, բա ոչ մեկը չի ասում, բա ինչի Ադրբեջանից էլ այդքան հայ է եկել ժամանակին եւ այլն, ինչու դուք այդ հարցը չեք բարձրացնում։ Ես պարբերաբար դա պարզաբանում եմ, թե որն է դրա խայծը, ինչու համար է այդ հավասարության նշանը փորձ արվում դնել։ Բայց կարող է մեկը այդ հաղորդումը չի նայել, կարող է մարդիկ ամեն օր նոր բաժանորդներ են ունենում մեր ալիքում, կարող է մարդը չի լսել, ստիպված են մնում հերթական անգամ ասել, որովհետև դա շատ վտանգավոր հարց է։ Դա ասեմ, նոր անցնեմ առաջ։ Պատկերացրեք, Ադրբեջանն ասում է 300,000 ադրբեջանցի Հայաստանի տարածքից դուրս է եկել։ Պետքա վերադառնա։ Ինչ են ասում մեր մոտ մարդիկ, ինչու չեք ասում, որ 500,000-ն էլ ընդեղից է դուրս եկել։ Կամ եթե չէ, իրականում 300,000 չի եղել, մարդահամարով 80,000 է եղել։ Նրանք էլ ասում են, նրանց սերունդները իրավունք ունեն վերադառնալ։ Ինչու չի կարելի այդ խնդիրը այդպես զուգահեռ դնել։ Այդ նույն բանը անում է Նիկոլ Փաշինյանը, որ տեսեք, մենք հրաժարվում ենք, որ արցախցիները գնան Ադրբեջան, Ադրբեջանն էլ հրաժարվում է 300,000 ադրբեջանցու գալու հավասարության նշան է դնում։ Մի բան, որը անհասկանալի է, անտրամաբանական, նա եղել է խորհրդային միության ժամանակ, նա անկախ Ադրբեջանի խորհրդային միության ժամանակ լրիվ այլ կարգավորումներ էր։ Հիմա ասեմ, ինչու համար է անընդհատ փորձարում այդ հավասարության նշանը։ Նախ Հայաստանից, եթե նույնիսկ ապացուցում ես, որ 500,000 մարդ դուրս է եկել ընդեղից կարա հետ գնա, 5 հոգի էլ չի գնալու։ Գնացողներն էլ չեն գնալու ընդեղ Հայաստանի շահը պաշտպանեն։ Եթե գնացին, գնալու են Ադրբեջանի քաղաքացի դառնան ու պաշտպանեն։ Իսկ այն 300,000-ը, որ կան, նպատակային փողը տալու են, գալու են Հայաստան, որպեսզի Հայաստանը ապակայունացնեն, որպեսզի իրանք կպնեն, գնան հասնեն Նախիջևան, դառնան մի պետություն։ Այսինքն բավական է մեր իշխանությունները պարբերաբար այդ թեման արծարծեն, մանավանդ որ հիմա նոր որակի հարցի առաջացանք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եկեք մենք հրաժարվենք այդ Արցախի հարցից, դուք էլ հրաժարվեք 300,000-ից, բայց չենք մոռանում, որ Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ասում էր, այո, նրանք էլ պետք է գան Հայաստան ապրեն, ինչի՞ չէ, ինչի հայերը ուրիշ տեղ չեն ապրում, այսինքն նոր Երևան եկած հանգամանք ունենք։ Բայց մենակ դա չի հարցը։ Այդ հասկացանք, եթե դա եղավ, մեկ է պատկերացրեք, մեզ թվում է, թե մենք հաղթեցինք, դե որ դուք մեզ 300 եք ասում, մենք ձեզ 500 ենք ասում։ Բավարալիևը կանգնի ու ասի համաձայն եմ։ Եկեք փաստաթուղթ ենք ստորագրում, ձեր ժողովուրդն էլ համաձայն է։ Բերեք դուք պարտավորվեք 300,000-ին տեղավորեք, ես էլ պարտավորվում եմ 500,000-ին տեղավորեմ։ 300,000-ը ձեր բռնած գալու են, 500,000-ի փոխարեն 5 հոգի էլ չեն գնալու։ Բայց արդյունքում ստացվեց, որ մեր ժողովուրդը դրան համաձայն է։ Իսկ մենք ասում ենք, այո, ստեղից գնացել է 80,000, տունն էլ է ստացել, փոխհատուցում էլ է ստացել, տան փողը ստացել ու փոխհատուցում, փոխանակում անգամ արել։ Ընդեղից եկել է 500,000, բայց այդ երկու դեպքն էլ եղել է խորհրդային միության ժամանակ։ Դա էր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը չէր։ Իսկ խորհրդային միությունը այդ տեղափոխությունների ժամանակ դուք գրավոր փաստաթուղթ չունեք, որ Հայաստանից իրանք բռնի տեղահանվել են եւ խորհրդային միությունն է պարտավորվել է նրանց ինչ որ բանով փոխհատուցի։ Բայց քանի որ խորհրդային միությունը փլուզվել է, այդ պարտավորությունը մնացել է նրա իրավահաջորդի Հայաստանի վրա։ Ցույց տվեք մեկ փաստաթուղթ, որ նրանք բռնի են գնացել, նրանք գնացել են, բողոքել են, կենտրոնական իշխանությունն էլ նրանց համար պարտավորություն է ստանձնել։ Պետք չի մենք մտնենք այդ հավասարության մեջ ու թվաբանություն անենք։ Դուք խոսում եք 300,000-ից, ահա ձեզ 500,000, չի լինելու դա։ Բացի դրանից ենթադրենք ձեր ասածը ճիշտ է։ 500,000 մարդ Հայաստանից գնում է, 300,000 ադրբեջանցի գալիս է։ 3 միլիոն Հայաստանի բնակչությունը դառնում է 2.8 միլիոն, որից 300,000-ը ադրբեջանցի։ Մենք դրանից ինչ ենք շահելու։ Այդ 300,000-ը հերիք է, որ Հայաստանը ապակայունացնի։ Եվ այդ կոնֆլիկտներ հրահարի, որպեսզի Ադրբեջանը մտնի իր քաղաքացիներին պաշտպանի։
հերիքը ամեն անգամ այդ մի պրիմիտիվ ձևով նայել ու ասել դե որ իրանք էս են ասում մենք էլ էս հատուկ դա նպատակային արվում է որ մեզ տրամադրեն որ դե դուք էլ պարտավորվեք 500,000 են ընդունեք մենք էլ համաձայն ենք 300,000 բավական է մենք ասենք համաձայն ենք վերջ այդ հարցում մենք արդեն պարտված ենք Այնպես չի որ ասում ինչի չեք դրան անդրադառնում այսինքն մենք էլ պահանջենք որ իրանք դա պարտավոր երջանկացած կպարտավորվեն Փաշինյանի հետ էլ պայմանավորված Փաշինյանն էլ կասի ժողովուրդ ջան դուք չուզեցիք այս Ալիևը համաձայնվել է փաստաթուղթ ենք ստորագրել փոխադարձ պարտավորվել ենք 300,000 են մենք ենք ընդունում 500,000 են իրանք բայց 500,000-ից կգնան թե չէ դա արդեն ուրիշ խնդիր է եթե գնան էլ մենք դրանից ինչ ենք շահելու Այնպես որ խնդրում եմ, եթե ստիպված կլնեմ էլի անդրադառնամ, դե ինչ անեմ, ներող կլնեք, որովհետև պարբերաբար ասում են, ինչու դա չեք հիշացնում այդ 500,000-ի պատմությունը։ Մի հատ տեղը դնենք, էլի Ադրբեջանը, տեղը չեք դնում, դրան հնարավորություն եք տալիս, որ ինքը Հայաստանի իշխանությունները թաքուն պայմանավորված է ձեր ձեռքով իրականացնի։ Ուկրաինայի ԱԹՍ-ների գրոհի հետ մղման արդյունքում բեկորներից վնասվել է Կալինինսկի շրջանում գտնվող Վայլդբրիզի պահեստային շենքի պատը։ Այս ռուսներն են հայտարարում, որ այսենց է եղել, մենք խփել ենք եւ բեկորից է վնասում եղել։ Բեկորից է եղել, ինչից է եղել, դուք չգիտեք, որ հետևողականորեն խփում են Վայլդբրիզին։ Կարողանում եք պաշտպանել, ոչ։ Բացի այն, որ այդքան միլիոնավոր դոլարների գույք է կորում Նաև պետական փող է կորում, չէ, այդ վարկերը, որը տրամադրվել են, այսինքն դուք ի վիճակի չեք դա պահել, դուք ոնց եք պահելու Հայաստանի օդը, ոնց եք պահելու Հայաստանի անվտանգությունը, երբ որ հաստատ գիտեք ում են խփելու, հաստատ գիտեք, որ նախապես մի հատ էլ են խփել, էլի են խփելու, մարշրուտն էլ գիտեն, ոչ մի բան չեք կարող անեք, ում վրա ենք մենք հույսներս դնում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով Մենք կանոնավոր կերպով ուժեղ հայտարարություններ ենք լսում եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ զգուշացնում է, որ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն։ Մենք չենք իջնի այն մեթոդներին, որոնք օգտագործում են Ուկրաինայի կողմից, բայց մեր սեփական մեթոդները կդարձնենք շատ ավելի խիստ արևմուտքի կողմից Կիևի ռազմական մեքենան սնուցող ամեն ինչի ոչնչացման համար, եւ մենք դա արդեն անում ենք, նրանք արդեն սկսում են հառաչել։ Այսինքն, եթե այսօր պատերազմի 5-րդ տարում արտգործնախարարն ասում է, որ մենք պետքա մեր նպատակները իրականացնենք, իսկ 22 թվականի փետրվարի 24-ին Պուտինի կողմից հռչակված նպատակները որոնք էին, որն եք իրականացնելու մինչև վերջ։ Ուկրաինան որպես պետություն վերացնելու եք, այնտեղ ձեր համար հաջող իշխանություն եք դնելու։ Ուկրաինան զինաթափելու եք, ինչ եք անելու։ Որ նպատակն եք ուզում մինչև վերջ իրականացնեք։ Ձեր ժողովրդին կոտորելու գնով, ձեր տարածքները ավիրելու գնով, որովհետև ի վերջո դուք այդ ամեն ինչը տալիս եք Չինաստանին ու ոչ բոլոր տեղերն են ծաղկացնում, տեղեր կան ուղղակի ավիրում են, ծառայել են կտրում, չգիտես ինչ են անում եւ այլն, գնացեք ու տեսեք։ Ու միլիոնավոր զոհ տալիս, որ ինչ նպատակ եք ուզում իրականացնել։ Իրականացնողը լեիք 22 թվականին իրականացրած կլեք մի քանի օրում։ Եթե մի քանի օրում չեք արել, մի քանի տարում էլ չեք կարողանա անել։ Բայց սա ինչի մասին է խոսում։ Մեծ մարդիկ խաղաղություն չեն ուզում, ժողովուրդ ջան։ Մեզ էլ անիմաստեղը կրակն են գցում։ Որտեղ Հայաստանը շարունակում է մնալ իր ռազմավարական դաշնակիցը։ Ինքն է պարտադրում է, որ կողմնորոշվի, հա, եթե մեր կողմից շարժվես, տես քեզ քու գլխին ինչ կդնենք։ Սերգեյ Լավրով, մենք վերջնագրեր չենք ներկայացնում ԱՄՆ-ին, կարելակացել կարայեք ներկայացնել։ Մենք մի շարք հարցեր ենք ներկայացրել պետդեպարտամենտին, մեկնաբանություն խնդրելով, այդ թվում հետախուզական տվյալների եւ այն փաստի վերաբերյալ, որ ԱՄՆ-ը շատ ավելի խորն է ներգրավված Ռուսաստանի տարածքի խորքում քաղաքացիական թիրախների դեմ հարվածների կազմակերպման եւ իրականացման գործում։ Մենք կսպասենք պատասխանի։ Այս ամենը սպասում են պատասխանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները առանձնապես պատասխան չի էլ տալիս։ Այո, ինքը օգնում է Ուկրաինային, այո, բանի տեղ էլ չի դնում Ռուսաստանին։ Եթե իրան պետք է ալում
ինչ որ միտեղ զսպի Ուկրաինային, կարող է զենքը ուշացնի, կամ մեկ էլ ասեն, որ Starlink-ը կարող է անջատենք, կամ թույլ չտանք Ռուսաստանի խորքերին հարվածել։ Բայց ոնց որ թե չեն էլ պատրաստվում հաշվետվություն տան Ռուսաստանի, թե ինչու են իրանք Ուկրաինային օգնում։ Շատ հստակ օգնում է, լամի բան է քիչ են օգնում։ Այդքանը վաղուց պետք է արտգործնախարարն իմանար եւ չակնկալեր նորից մենք կսպասենք պատասխանի, որ ինչ ելնի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ի վերջո ճնշում գործադրի Ուկրաինայի վրա, որ դուք ինչ անեք։ Իսկ հիմա արձագանքը նայենք Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչի։ Պուտինն այցելեց Իտուրուպ կղզի եւ մենք խիստ բողոքում ենք այս գործողության դեմ։ Հյուսային տարածքները Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում, թե պատմականորեն, թե միջազգային իրավունքի համաձայն։ Ռուսաստանի ներկայիս նախագահը Իտուրուպ այցը հակասում է Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը հյուսիսային տարածքների վերաբերյալ։ Այն նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները եւ բացարձակապես անընդունելի է։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները չափազանց բարդ են։ Դե իհարկե որտեղ ինքը Ուկրաինային օգնում է Ճապոնիան։ Նույնիսկ այս պայմաններում Ճապոնիան գործադրել է բոլոր ջանքերը։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ այս հարցը ավելի է սրել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում եւ դժվարացրել է հարաբերությունների վերականգնումը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Մենք ցանկանում ենք, որ ռուսական կողմը լրջորեն ընդունի ստեղծված իրավիճակի լրջությունը, նշել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին։ Ինչու է սա հատուկ կարևորվում, որովհետև Ռուսաստանն է, որը Ուկրաինայի հետ կռվում է, հիմա դիվանագիտական երկրորդ ճակատ է բացում։ 26 տարի դու չես եղել Կուրիլյան կղզիներում, մեկ էլ որոշեցիր գնաս այնտեղ, հաստատ իմանալով, որ դա Ճապոնիային դուր չի գալի, հաստատ իմանալով, որ նա Ուկրաինային օգնում է։ Նպատակը ո՞րն էր այդ պրովոկացիային, ինչ էր հետապնդում։ Իհարկե դա անմիջապես Ռուսաստանը արձագանքում է, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չեն։ Հարավային Կուրիլները երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ։ Համապատասխան որոշումներն ամրագրվել են դաշնակից տերությունների պայմանավորվածություններով եւ ՄԱԿ կանոնադրությամբ։ Ուշադրություն դարձնենք դաշնակիցների հետ պայմանավորված երկրորդ համաշխարհային պատերազմը։ Անընդհատ Ռուսաստանը սա շեշտում է։ Ճապոնիան իր հերթին Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը եւ Հաբոմայը համարում է իր հյուսային տարածքներ։ Այս կղզիների շուրջ տարածքային վեճը շարունակում է մնալ Մոսկվայի եւ Տոկիոյի միջև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտներից մեկը։ Ճապոնիան չի ընդունում, բայց սա ինչու համար եմ ասում, Զախարովայի ասածին գումարեմ նաև Չինաստանի արձագանք, որտեղ Չինաստանը ընդգծված հանդես է գալի ռուսական կողմի։ Դրա համար պետք է մենք հասկանանք ինչա կատարվում։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում դա ինչա նշանակում։ Չինաստանի ժողովրդական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակուն Չինաստանը կոչ է անում ճապոնական կողմին պահպանել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերով հաստատված միջազգային կարգը, ինչպիսին էին Կահիրեի հռչակագիրը եւ Պոտսդամի հռչակագիրը։ Գո Ցզյակունն ընդգծել է, որ Պեկինն անփոփոխ կերպով հանդես է գալիս այն բանի օգտին, որ համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի արդյունքները պատշաճ կերպով հարգվեն եւ պաշտպանվեն։ Թվում է թե ինչ օբյեկտիվ բան է ասում, Ճապոնիա պատերազմում պարտվել է, կա Կահիրեի հռչակագիր, կա Պոտսդամի հռչակագիր, որի պարագայում դու պետք է ընդունես դրա արդյունքները։ Բայց ուրիշ հարց է առաջանում, մի հատ հասկանանք սա ինչին է վերաբերվում, որովհետև եթե դու այդքան սկզբունքային ես երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, բա ինչի սկզբունքային չես Ուկրաինայի հետ կապված, երբ որ ընդեղ է Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, ոչ թե ընդհանրապես Ճապոնիայի նման բողոք է ներկայացնում, այլ առարկայական, բա այդ նույն երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները հեչ կարևոր չէր որ անդրադառնային։ Դրա համար անդրադառնանք նաև հենց կոնկրետ նշածին, ինչ ասել է Կահիրեի հռչակագիր եւ Պոտսդամի հռչակագիր։ Կահիրեի հռչակագիրը 1943 թվականի դեկտեմբերի 1-ին է, որը պահանջել է Ճապոնիայից 43 թվական։ Լա պատերազմը ուր էր ավարտը։
որ ինքը դուրս գա գրաված տարածքներից, Մանջուրիայից, եւ այլ բոլոր տեղերից դուրս գա եւ պահպանի ընդամենը իր 4 հիմնական կղզիները՝ Հոնսյուն, Հոկայդոն, Սիկոկոն եւ Կյուսյուն։ Այդ 4 հիմնականը եւ դրան մոտիկ արբանյակ կղզիները համաձայն պայմանավորվածության։ Սա է եղել Կահիրեի հռչակագիրը 43 թվականին, որը դրվել է Պոտսդամի կոնֆերանսի ուլտիմատումի հիմքում, այսինքն այդ հռչակագիրը ընդամենը մարդիկ հռչակել են, ասել են Ճապոնիա, դու պետք է պարտավորես, դու դուրս գաս այնտեղից։ Իսկ Պոտսդամի կոնֆերանսում հուլիսի 26-ին, այո, ընդունվեց հռչակագիր պարտադրել Ճապոնիային կապիտուլյացիա։ Հռչակագիրը ստորագրեց Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հանկարծ չկասկածեք, որ խորհրդային միությունն էլ դրան կմիանար, ինչու չմիացավ, որովհետև ինքը այդ ժամանակ պատերազմի մեջ չէր Ճապոնիայի հետ։ Այ երբ որ օգոստոսի 8-ին պատերազմ հայտարարեց Ճապոնիային եւ մտավ պատերազմի մեջ, այն արդեն միացավ նաեւ այդ հռչակագրին։ Բայց հուլիսի 26-ին, որ այդ հռչակագիրը դուք ընդունեցիք, որ Ճապոնիան պետք է կապիտուլյացիայի գնա, Ճապոնիան դա ընդունեց, ժողովուրդ ջան։ Ճապոնիան չի ընդունել, դուք ձեզ համար ընդունել եք, դա չի ընդունել։ Հուլիսի 28-ին վարչապետ բարոն Կանտարո Սուզուկին 2 օր հետո հայտարարեց, որ մենք լռելային մերժում ենք։ Այսինքն հայտարարություն չենք անում, որ դուք էլ ձեր հռչակագիրն եք, այլ ուղղակի բանի տեղ չենք դնում ձեր հռչակագիրը։ Կարող է լավ չեն արել, որ բանի տեղ չեն դրել, հետո պատերազմը շարունակվեց, որտեղ խորհրդային միությունն ասեց, եթե հռչակագիրը ուլտիմատումը ընդունի, այլ իմաստ չունի նա պատերազմի մեջ մտեն։ Ճապոնիան չընդունեց, դրա համար մտան։ Մի բան էլ, որ հանկարծ թյուրիմացություն չլինի, նրանք ովքեր գործին տիրապետում են, էլի, հուլիսի 26-ին ստորագրելու հետ կապված Պոտսդամի կոնֆերանսում։ Պոտսդամի կոնֆերանսը, որ սկսվել էր հուլիսի 17-ին, հուլիսի 26-ին Մեծ Բրիտանիայում ամփոփվում էր պարլամենտական ընտրությունները, որը սկսվել էր հուլիսի 5-ին, բայց քանի որ զինվորականները գտնվում են երկրի տարածքից դուրս, ուշացավ ամփոփումը, ամփոփեցին հուլիսի 26-ին։ Այսինքն 26-ին Չերչիլը հետ եկավ Լոնդոն, հաստատ իմանալով, որ հաղթել է, եկավ, որ հաղթանակի շնորհավորանքները ընդունի ու էլի հետ գա Պոտսդամի կոնֆերանսում շարունակի։ Եկավ իմացավ, որ պարտվել է, լեյբորիստները հաղթել են եւ ամսի 28-ին Կլեմենտ Ռիչարդ Էտլին վերադարձավ բանակցությունների որպես նոր վարչապետ։ Այսինքն ինչու հիմք ընդունվեց Չերչիլի ստորագրությունը, երբ որ ինքը ամսի 26-ին արդեն գնացել էր, որովհետև 26-ին, երբ որ ամփոփում էին, դեռ վերջնական արդյունքը չկար, այսինքն շարունակում էր Չերչիլը մնար վարչապետ։ Ուղղակի ուզեմ ասեմ, կարող է մարդելն ասի, բա 26-ին ինքը այնտեղ չէր եւ այլ, այդ ուղղակի դրա համար ասեցի։ Բայց հիմա մենք նաեւ շարունակությունը, երբ որ Ճապոնիայի հետ կապված, այդ որ ասում են, որ ինչու ինքը չի ընդունում։ Այդ ուլտիմատումը դրանից հետո, երբ որ եղավ խորհրդային միությունը մտել է պատերազմի մեջ, բա որ ասում եք, որ պետք է հարգենք դա, բա խորհրդային միությունը, երբ որ ինքը որոշել էր եւ այդ դեկլարացիային միացել էր, բա չէր ուզում օկուպացնել Հոկայդո կղզին, եթե ամերիկացիները չպահանջեին, ապա խորհրդային միությունը արդեն մտնում էր Հոկայդո։ Դա մտնում էր այդ պայմանավորվածության մեջ։ Իդեպ ստեղ էլ մի հարց կա, երբ որ ասեցինք բարոն Կանտարո Սուզուկիի անունը, ուղղակի հիշենք, երբ որ կապիտուլյացիայի ակտը եղավ օգոստոսի 14-ին, ինքը ամսի 17-ին հրաժարական տվեց, որտեղ ասեց ես էլ ինչ վարչապետ, որ իմ օրոք կապիտուլյացիայի որոշում է կայացում, այն դեպքում, երբ որ ինքը որպես վարչապետ, դա իր իրավասությունների հարց չէր, դա կայսր Հիրոհիտոյի որոշումներ, կայսրներ, իմպերատորներ այդ որոշումը կայացնում, բայց քանի որ ինքը ազնվական ծագում ուներ Կանտարո Սուզուկին բարոն էր, քանի որ ինքը կայսերական զորքերի նավատորմի ադմիրալ էր ծովակալ, այլ ոչ թե շարքային խոս խանձող, դրա համար ինքը ասեց, եթե կապիտուլյացիայի ակտային պետությունը ստորագրում, ես հրաժարական եմ տալի։ Այն դեպքում, երբ որ Իրան
երբեք պատմությունը չի դատել, իրան չի մեղավոր ճանաչել այդ պատերազմի մեջ իր արածի համար։ Նա 45 թվականի ապրիլի 7-ին էր դարձել վարչապետ։ Իրանից առաջվանին պատերազմի հանցագործ էին ճանաչել, տրիբունալով էլ դատել է հետո։ Կունյակի Կուիսյոին, որին մահապատժի ենթարկեցին, հետո ցմահ տվեցին, քաղցկեղուներ բանտում մահացավ։ Այսինքն ինչի եմ ասում, որովհետև ինքը չէր ասում, որ ես մեղավոր չեմ պատերազմի համար, ինչպես ասում են մեր մոտ, ասում են մեր հաղթանակը մեր պարտությունն է։ Դե ասում ենք, էլի, դե որ այդ ճանապարհը անցած լներ, տենց չէր ասի։ Դե Իրանից հետո էլ եկողը Արքայազն Նարուխիկոն, երբ որ եկավ նստեց աթոռին, իսկ նա Ճապոնիայի պատմության մեջ միակ վարչապետն էր, որը արքայական ընտանիքից դառել էր վարչապետ, սովորաբար ընդունված չէր կառավարություն ձևավորեր արքայական ընտանիքը։ Արքայազն Նարուխիկոն եկավ դարձավ վարչապետ, բայց որ սեպտեմբերի 2-ին Միսսուրիի վրա արդեն կապիտուլյացիայի ակտը ստորագրեց Ճապոնիան, զենքը վայր դրեց։ Հոկտեմբերի 9-ին ինքը հրաժարական տվեց, ասեց էլ ես ինչ վարչապետ, եթե իմ երկիրը կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրե։ Ես գնացի ժողովուրդ ջան, իսկ ինքը որևէ մեղք չուներ այդ պատերազմում, ուզում եմ ասեմ, ինքն էլ խոսխանձող չէր, ժողովուրդ ջան, դե էդ էլ մեր ճակատագիրն է, ուղղակի այդ իմանանք։ Եվ մեկ էլ էլի, երբ որ սենց Գոթզյակունը տենց ասում է, սենց ամպագորգոր էսեն, հիմա այդ շարունակությունն էլ ասեմ, վատ չի լինի մի քիչ իրանց վրա աշխատեն, էլի կարդան մի քիչ։ Երկու ձև ունեն, կամ պետք է իրանց վրա աշխատեն կարդան, կամ բաժանորդագրվեն Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, ինչ որ պետք է մենք կկարդանք, աշկերներս կկոռացնենք, իրանց կներկայացնենք։ Հիմա եթե երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներն ասում, դա էլ ասենք, որովհետև այս պատերազմը մեր աչքի առաջ է ու դրանով նոր աշխարհամարտ ալնելու, իսկ Չինաստանից շատ բան է կախված։ 1945 թվականի հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում 50 պետություն հակահիտլերյան կոալիցիայի ստորագրեցին կանոնադրությունը ՄԱԿ-ի ստեղծման։ Բայց ոնց եղավ, որ 3 ստորագրությունը խորհրդային միությունից էր։ Խորհրդային միություն, Ուկրաինա, Բելարուս։ Այդ ինչի՞ պիտի խորհրդային միությանը տենց շնոր անեին, որ 3 ձայն տային ՄԱԿ-ում, որովհետև նրանք գտնում են, որ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ անուրանալի ծառայություն ուներ Բելարուսը եւ Ուկրաինան, բայց Գոթզյակունը այդ մասին չգիտի, որ այս երկրորդ համաշխարհային պատերազմն է անում։ Իսկ հոկտեմբերի 24-ին արդեն ՄԱԿ-ը հիմնադրվեց, արդեն 51 պետության կողմից, ինչու 51, որովհետև Լեհաստանը այդ ժամանակ հունիսի 26-ին դե այս կողմից Գերմանիան էր օկուպացրել, այն կողմից խորհրդային միությունը, հետո այս կողմից ազատագրվեցին, դեռ նոր իշխանություն չկար, կառավարություն չկար, որին պաշտոնապես ճանաչեին, որը գնար ստորագրություն դներ։ Եվ այս Պոցդամի կոնֆերանսում խորհրդային միությունը պահանջեց, որ ճանաչեն Լեհաստանի իշխանություններին, որը գնա փաստաթուղթը միանա ստորագրի ու դառնա ՄԱԿ-ի հիմնադիր անդամ 51-րդ անդամը։ Այսինքն Ուկրաինան հիմնադիր անդամ է ՄԱԿ-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ձեռքբերումների արդյունքով։ Հիմա շարունակությունը նայենք։ 1955 թվականին խորհրդային միությունը ստեղծեց Վարշավայի պակտը ի հակադրություն ՆԱՏՕ-ի, չնայած ՆԱՏՕ-ն 49 թվականին էր ստեղծվել, բայց քանի որ ֆեդերատիվ Գերմանիան, Արևմտյան Գերմանիան 55 թվականին դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, իրանք ստեղծեցին 8 պետությունով Վարշավայի պակտ ընդդեմ ՆԱՏՕ-ի։ Դրանից հետո խորհրդային միությունը դիմում էր Ամերիկային եւ դիմում էր արևմտյան երկրներին ու ասում էր ժողովուրդ ջան, եւ խորհրդային միությունը եւ Վարշավայի պակտի պետությունները, բերեք այս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամրագրենք աշխարհակարգը Եվրոպայի։ Այն ինչ որ ձեռք բերված է, այն ինչ որ կա, բերեք ստորագրենք։ Մի քանի անգամ հարցը բարձրացրել է խորհրդային միությունը եւ Վարշավայի պակտի պետությունները։ Եվ վերջապես Ֆինլանդիան, որպես չեզոք պետություն, ասեց համաձայն եմ, մեր հարթակը ձեզ տրամադրեմ, չնայած բանակցությունները սկզբում Ժնևում էին վարվում։ Վերջնական եկեք այդ փաստաթուղթը ստորագրեք։ Եկան 75 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկի եզրափակիչ ակտը եղավ, որտեղ հստակ գրված էր հիմնարար սկզբունքներից տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն։
եւ որը ստորագրեց 33 եվրոպական պետություն, Ամերիկան եւ Կանադան որպես Եվրոպայի անվտանգության երաշխավորներ։ Քո ցեզիագունը դրա մասին չգիտի, որ խորհրդային միությունը ստորագրել է եւ այդ արդյունքները ճանաչել է իր նախաձեռնությամբ, բայց երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, երբ որ Չեխիան ու Սլովակիան բաժանվեցին իրարից, երբ որ Հարասլավիան մի քանի մասի բաժանվեց, այդ դեպքում ասեն Ժողովուրդ ջան, նոր իրողությունը պետք է ամրագրել։ 75 թվականի օգոստոսի 1-ի Հելսինկի եզրափակիչ ակտը բերեք թարմացնենք նոր իրողությունից ելնելով։ Այդ նոր իրողությունից ելնելով, որ 1999 թվականի նոյեմբերի ճիշտ եմ ասում, նոյեմբերի 18-ին Եվրոպական անվտանգության խարտիան, որ Ստամբուլում ստորագրեցին, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն ճանաչել, Ռուսաստանն էլ է ստորագրել, Ուկրաինան էլ, որը թարմացրել է Հելսինկիի ակտը, Հելսինկիի ակտն էլ արել են, որպեսզի երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները ամփոփեն։ Բա գոց-զյագուն, այդ որ այդքանը գիտես Ճապոնիայի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված ինչի չգիտես։ 99 թվականին այդ փաստաթուղթը, որ ստորագրել էր, Ուկրաինան երբ է Ղրիմը եղել իր կազմ, 1954 թվին։ Բա ոնց եղավ, լավ խորհրդային միություն էր 75 թվին, կարանք ասենք տարածքի մեջ էր։ Դրա համար էական չի, որ 75 թվին արդեն Ղրիմը բանի կազմում էր Ուկրաինայի եւ Ուկրաինայի սահմանադրության մեջ ամրագրված, Ռուսաստանում էլ չկար։ Բա 99 թիվը, որ արդեն խորհրդային միություն չկար եւ նրա տեղը հանրապետություններ էր։ Այս ամբողջը եղել է երկրորդ համաշխարհային պատերազմի աշխարհակարգը ամրագրելու արդյունքում։ Խորհուրդ կտամ, որ չինացիները գոնե մի քիչ խորանան, միակողմանի վերաբերմունք չարտահայտեն։ Այն դեպքում, երբ որ Ուկրաինան ասում է, երբ որ դուք ուզենաք, պատերազմը կդադարեցնեք, մի քիչ որ ճնշեք Ռուսաստանի վրա։ Այնպես ված չի լինի, մի հատ այդ ամեն ինչին մի քիչ խորանան, էլի ժողովուրդ ջան։ Իսկ հիմա նայենք ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթ ԱՄՆ բավարար ռազմածովային ուժեր ունի Իրանի շրջափակումը անսահմանափակ ժամանակով պահպանելու համար։ Մեկը հարցնի, անսահմանափակ ժամանակով ինչի ես բանանում ուժեր, դու պետք է սահմանափակ ժամանակում փաստաթուղթ ստորագրեիր, գլուխներդ ինչու եք գովում, 1000 տարի կարակ կռվեք, հա, այդքան զենք ունեք, շնորհակալություն, բա ոնց որ դուք գնում եք խաղաղության։ Ամերիկյան նավերը կարող են ըստ անհրաժեշտության ռոտացիայի ենթարկվել եւ փոխարինել միմյանց տարածաշրջանում, ինչը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս շարունակել շրջափակումը առանց սահմանված ժամկետների։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են անսահմանափակ ժամանակով պահպանել նման շրջափակումը, քանի որ մենք մեր նավերը կռոտացնենք այնտեղ եւ հետ, ինչպես արել ենք նախկինում եւ կշարունակենք անել, ասել է Հեքսեթը։ Իհարկե բացարձակ այդպես չի, այնտեղ ուղղակի խնդիրներ շատ են ունենում, որ այդ նավերը գնում են, նաև ավիակիրների հետ կապված խնդիր առաջանում, հիմա իրանք սես պարզաբանում են, որ ասեն հերքեն, որ նման դժվարություններ կա այդ ավիակիրների հետ կապված, բայց լավ, դա հարցի մի կողմն է, դրա մեկ չխորանանք, որովհետև փաստ չենք կարող բերել, որ իսկապես ավիակիրի վրա դժվարություններ կա։ Բայց հարց, ձեր նպատակը խաղաղության գնալն է, թե անսահմանափակ քանակությամբ ժամկետում սահմանափակել հնարավորությունները Իրանի։ Բայց դրա պատասխանը, որ դուք Իրանին ահաբեկում եք, նայել ձեզ պատասխանում է, բա մենք ձեր ձեռը կրակը չենք ընկել։ Հայաստանի պարլամենտում էլ իրար են ուտում, նա ներողություն խնդրեց, թե չխնդրեց, բա օրեն վաղ թե դուք եք վիրավորում, բա դուք ինչի չխնդրեցիք, բա դու ինչի սենց ասի, բա ինչի այնտեղ չնստեց, ուրիշ տեղ նստեց, բա ինչի հրաժարական։ Ժողովուրդ դուք խաբար եք, որ երեք Իրանի ռազմական գծով ավակ խորհրդականն ասում է, որ մենք ձեր տրիպը չենք ճանաչում։ Դուք մեր այդ բան չեք համաձայնացրել։ Ու հիմա Ամերիկայը չեն կարողանում հարցերը Ընդհանրապես ձեզ այդ թեման հետաքրքիր է։ Ինչ է կատարում Ուկրաինայում։ Չինաստանը որ կողմից է։ Ռուսաստանն ինչ է անում։ Ձեզ ընդհանրապես հետաքրքիր է դա։ Իսկ հիմա դրա համար եմ ասում, հիմա մենք նայենք Իրանի արձագանքը, որովհետև Իրանը վտանգ է ներկայացնում, եթե հանկարծ այս հարցը չկարգավորվի։ Մարդիկ ասում են, մեզ համար լեգիտիմ թիրախ է Ամերիկայի հետ աշխատողը։ Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հերքել է Հորմուզի նեղուցով բնականոն նավարկության վերաբերյալ Միացյալ Նահանգների հայտարարությունները, դրանք սուտ եւ հերյուրանք որակելով։
Նեղուցը շարունակում է ամբողջությամբ գտնվել Իրանի վերահսկողության տակ և ենթադրաբար ոչ մի առևտրային նավ կամ նավթատար լցանավ չի կարող անվտանգ անցնել այնտեղով առանց իրանական զինված ուժերի թույլտվության և վերահսկողության: ԱՄՆ շարունակում է ձգտել տարածաշրջանում ստեղծել անկայունություն և անապահովություն, սակայն Վաշինգտոնի սպառնալիքները չեն ազդի իրանական զինված ուժերի պատասխանատվության վրա: Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի ազգային ինքնիշխանությունն ու շահերը: Շտաբի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած սպառնալիքի՝ անկախ դրա բնույթից և մասշտաբից, ընդորում, ինչպես պնդվում է, պատասխանը կլինի ավելի ուժեղ և կոշտ, քան նախկինում: Հիմա ժողովուրդ ջան, մեզ պտի չանհանգստացնի, որ թրիփը վտանգված է, եթե համաձայնության չգան: Մեծ խոսում եք: Թրիփի հետ կապված ասում եք 201 միլիոնը դառավ 402: Ու գիտեք, որ Իրանը դժգոհություն ունի, ոչ միայն մեզանից: Իրանը հրաշալի գիտի, որ Իսրայելի հետ շատ լավ հարաբերություն ունի Ադրբեջանը, անգամ մինչև վերջի պահը կասկածում էր, որ իրա նկատմամբ ոտնձգությունը հենց նաև Ադրբեջանի տարածքից էր Իսրայելը հարված հասցնում: Կոնկրետ փաստ չէին ֆիքսել, բայց այդ կասկածները մնացել էր: Ադրբեջանն իրան ճղում էր, որ ասում էր տենց բան չկա, շառ են անում: Բայց որ ընդեղ իսրայելական բազաներ կա, դա նորություն է: Որ Ադրբեջանի նախաձեռնությամբ է թրիփը, որը որ ԱՄՆ-ը դրա մեջ մտել է, նորություն է: Որ Սակալով եք ուղարկում, որը Ռուսաստանի հետ առնչություն ունեցող, բայց որոշ մարդիկ, ես հակասեմիտական տրամադրություններ չունեմ, դա ես ինձ համար չեմ ասում, ես դա ասում եմ Իրանի կողմից: Իրանը համարում է, որ Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ իրա վրա հարձակվելու, իսկ Իսրայելը խաղաղություն չի ուզում: Եվ մեկ էլ տեսնում է, որ Հայաստանում թրիփի հետ կապված գալիս է մարդ, որի կասկածները, որ ասում են մասնագիտությամբ հրեա է: Ժողովուրդ ջան, ուզում եք, որ Իրանը դրա պատասխանը չտա: Ոնց եք ուզում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտ: Որովհետև շատ դեպքերում Իրանը մտածում է, որ այդ ամեն ինչն օգտագործելու են նաև հետախուզական նպատակների և պլացդարմ ստեղծելու համար: Ընդդեմ Իրանի: Կարող է դա այդպես չի: Կարող է բացարձակ Հայաստանը նման մտադրություններ չունի: Բայց Իրանը, որ ուրիշներին հարվածում է, շատ է հարցնում նրանք մտադրություն ունեն, թե չէ: Ասում է Ամերիկա դու հարվածեցիր, պատասխանը կստանան քո գործընկերները: Իսկ մենք այսօր ամենամեծ ոգևորությամբ թրիփն ենք նշում, որպեսզի ցույց տանք, տեսեք ինչ հաջող գործարք ենք արել: Ժամանակ ենք գտել գլուխը գովալու: Հարցը թող լամյադ լուծի, ասում է մենք հավերժ կռվելու ենք Իրանի դեմ: Էդ իրա հետ եք թրիփ կառուցում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտ: ԱՄՆ-ը մտադրված է արդեն հաջորդ շաբաթ հայտարարել նախկինում չտեսնված միջոցների մասին, որոնք ուղղված են Իրանի տնտեսական մեկուսացմանը: Մենք էպիկական զայրույթից անցել ենք տնտեսական զայրույթի և նախագահի ցուցումով մենք կրկին կբարձրացնենք տնտեսական ճնշման մակարդակը: Հետևեք հաջորդ շաբաթվա հայտարարություններին, որովհետև մենք պատրաստվում ենք կիրառել նախկինում չտեսնված միջոցներ երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ: Դուք ստեղ տեսնում եք, որ հիմա արդեն պատերազմն ավարտվել է, արդեն խաղաղություն է տիրում տարածաշրջանում և մենք հանգիստ կարող ենք Արևելքը Արևմուտքի հետ կապել մեր տարածքով: Եվ Իրանը միայն ուրախ է դրա համար: Ռուսաստանն էլ է ուրախ, խելքը գնում է դրա համար: Իսկ մենք էդ հարցը լուծել ենք, երբ որ մեր իշխանությունները կանգնում ասում են սպասի ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը օգտագործենք, որ պահը գա, որ կարողանանք թռնենք: Բա որ իրանք դա իմանան, կթողեն, որ դու օգտագործես ու թռնես: Կամ էլ թե չէ մտածես Իրանի հետ էլ ռազմավարական դաշնակից ենք, Ամերիկայի հետ էլ ենք ռազմավարական դաշնակից, Իրանն էլ դժգոհ չի, որ թրիփը աշխատի: Մարդիկ ասում են մենք դժգոհ ենք, մենք դրա մեջ սպառնալիք ենք տեսնում: Իսկ այն Ռուսաստանը, որը տեսնում ենք ինչ պրոբլեմների մեջ է Ուկրաինայի հետ կապված, այն Ռուսաստանը, որ պատրաստվում է սեպտեմբերի 20-ից հետո ընտրություններից հետո նոր մոբիլիզացիայի,
Այն Ռուսաստանը, որը այդ պատերազմից շատ լուրջ կորուստներ ունենալու պարագայում մտածում է լա մի հատ է ցույց տամ իմ ուժը Հայաստանի վրա, ոնց թե ուրեմն ես այդքան չկան, որ արդեն Հայաստանն էլ է թռնում իմ վրայից։ Ու մեկ էլ դրան ի նպաստող բան է անում Եվրոպայի կողմից ձեռք մեկնած Եվրոպային Նիկոլ Փաշինյանն ասում է ձեզ էլ ենք ուզում օգտագործենք, հետո թռնենք երրորդ ուղղությամբ։ Թե այդ որն է այդ երրորդ ուղղությունը, մենակ ասեք իմանանք, էլի։ Դա ընդհանրապես ասում է մի բանի համար, որ ձեզ մի կոտորեք, մենք ձեր հետ չենք։ Այն Ռուսաստանի, որ արդեն երկրի ներսում անեց լարվածություն են առաջացել, իրար են ուտում, արդեն լա դուք հերթով նայեք, քանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ասում, վերկացեք գնացեք ձեր երկիր, ասում ոչինչ, որ սա մեր երկիրն է։ Մենք ռուսաստանցի ենք, մենք Ռուսաստանի քաղաքացի ենք։ Այն ատելության մակարդակը, որ երկրի ներսում թշնամանք է Ռուսաստանը ռուսներին, այդ մակարդակը դուք չեք նկատում։ Այդ երկիրն է մեր բարեկամը, ժողովուրդ ջան։ Մի հատ իմանանք, էլի։ Մի հատ ուղղակի բան հիշացնեմ, որովհետև Հայկական ժամանակ օրաթերթ 2 հունիս 2006 թվական, ինչպես Ռուսաստան վերադարձնել ռուսների։ Սա ինչ եմ հիշացնում, որ 20 տարի է անցել, այդ ժամանակ Ռուսաստանը լավ էլ Եվրոպայի հետ հարաբերություն ուներ, այդ ժամանակ Ռուսաստանը որևէ խնդիր չուներ Եվրոպայի հետ, բայց ինքը լուրջ խնդիր ուներ իր երկրի ներսում։ Եվ այդ Ռուսաստանի հետ մենք պետք է հասկանայինք մեր վերաբերմունքը եւ կարողանայինք լուծումներ գտնել։ Այն ժամանակ, որ ասում ենք, անցավ 20 տարի եւ հիմա նայում ենք տենդենսը ինչպես է գնում, այսօր էլ այդ նույն խնդիրները մեր աչքի առաջ կա։ Ու ես նույնիսկ զարմանում եմ, որ այդ հայկական ժամանակ օրաթերթում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր այսպիսի վերլուծություններ տպելու, որտեղ առանց իր համաձայնության չէր տպվի, այդ ուղղակի ասում եմ, էլի, երբ որ նայում ենք հիմա ինքը ոնց է օրվա մեջ 5 անգամ կարծիք փոխում ու քաղաքականություն փոխում, նույնիսկ զարմացած եմ, թե ոնց ինքը համաձայնվում էր տենց բան գրեինք հետագային ուղղված։ Ուրեմն այսպես Ռուսաստանում ֆաշիստական տրամադրությունների ակտիվացումը պետք է նաև մեծ մտահոգի 2006 թվականին ֆաշիստական տրամադրություններ։ Այդ ամենը մեզ չի կարող չանհանգստացնել, նախ քանի որ ուղղված է նաև հայերի դեմ, երկրորդ մեզ դեռ չի հաջողվել Հայաստանի ապագան փրկել ռուսական ֆորպոստային հեռանկարից, այսինքն մեր ճակատագիրն այժմ մեծապես կախված է Ռուսաստանի քաղաքականությունից։ Ցավոք հիմա էլ է այդպես 20 տարի հետո։ Կարծում եմ այնտեղ լայն թափ առած սափրագլխային շարժումը տարերային բնույթ չունի եւ կառավարվում է պետական շրջանակների կողմից, քանի որ եթե ռուսական ավտորիտար վարչակարգը ցանկանում է որևէ երևույթի դեմ պայքարել, ապա հաջող իրականացված օպերացիայի շնորհիվ կարողանում է միանգամից մի քանի 100 գնդապետ կալանավորել, եւ ուրեմն սափրագլուխների շարժումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ Ռուսաստանը 140 միլիոն բնակչությամբ զբաղեցնում է 17.1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք եւ նրա հսկայական հատվածներ խիստ նոսր են բնակեցված։ Ռուս ազգաբնակչությունը նվազման միտում ունի, իսկ բնական աճի շնորհիվ հիմնականում ավելանում են այնտեղ բնակվող մուսուլմանների տեսակարար կշիռը։ Եվ ահա սաբրագլուխների միջոցով Ռուսաստանը հույս ունի լուծել այս խնդիրը։ ԽՍՀՄ վարում էր ռուսական տիրապետության տակ տարբեր ազգերին բռնի կերպով պահելու ու ասիմիլացնելու քաղաքականություն։ Այդ նպատակով ռուսներին որպես քաղաքացիական դեսանտ իջեցնում էին միութենական հանրապետություններ եւ գրեթե բոլոր տեղերում հաջողվել էր էականորեն փոխել դեմոգրաֆիական վիճակը։ Այդ ռուսիֆիկացիայի process-ն ընդհատվեց ԽՍՀՄ փլուզումով եւ հիմա Ռուսաստանը կանգնել է փաստի առաջ։ Շատ ռուսներ, դառնալով այլ պետությունների քաղաքացիներ, հարմարվել են տեղի պայմաններին եւ այսօր չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստան, քանի որ թե կենսամակարդակի եւ թե այլ առումներով էական տարբերություններ չկան այդ երկրների միջև։ Եվ եթե պետք է դուրս գան իրենց բնակավայրերից, ել ինչու պետք է Ռուսաստան գնան, կընտրեն ավելի ապահով ու բարեկեցիկ երկիր։ Ժամանակին անհրաժեշտ էր ԽՍՀՄ արագ ոտքի կանգնեցնել։ Դրա համար հարկավոր էր լայնածավալ աշխատանք կատարել, մինչդեռ դրան համարժեք գումարներ երիտասարդ ու հետամնաց ԽՍՀՄ չուներ եւ չէր կարող հսկայական անմարդաբնակ տարածքներ իրացնել։ Այդ պայմաններում օդի ու ջրի պես պետք էր ձրի աշխատուժ, ասենք մի քանի միլիոն հակահեղափոխական, ովքեր կկառուցեին սոցիալիզմ, ինչին էլ ձեռնամուխ եղավ Ստալինը։ Հիմա այլ ժամանակներ են, բայց Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դարձյալ կանգնած են խնդրի առաջ։ Նրանք ռուսների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորություններ չունեն
Եվ ահա անհրաժեշտ Ռուսաստանը ռուսներին կարգախոսով բոլոր այլազգիներին նեղացնել, ակնկալելով, որ նրանք էլ համարժեք պատասխաննելով ռուսներին կքշեն իրենց երկրներից։ Իհարկե սա մեծ սրիկայություն է։ Այս սերնդի պապերին ու հայրերին քշել են ուրիշ հանրապետություններ, օկուպանտի խարանը մինչև հիմա նրանց ու նրանց սերունդների ճակատին է։ Հիմա էլ այդ խեղված ճակատագրերով մարդկանց ու նրանց սերունդներին ցանկանում են մազապուրց հետ ստանալ։ Այս կագեբեական հնարքն այժմ արդյունք չի տալիս, քանի որ նախ ոչ բոլոր երկրներում է ազգային ամոլությունը ծայրահեղ դրսևորում ունենում, եւ մարդիկ հասկանում են, որ նրանց ուզածն էլ հենց դա է՝ ուրիշների ձեռքով լուծել ռուսների վերադարձի հարցը։ Այս տարվա մայիսի 10-ին 2006 թվական Ռուսաստանի Դաշնության նախագահը դե պարզա Պուտինը ելով պետք է լիներ։ Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձում անդրադառնալով միգրացիոն գործընթացների կարգավորման անհրաժեշտությանը հետևյալ միտքն է արտահայտել. Ռուսաստան եկողները պարտավոր են հարգանքով վերաբերվել մեր մշակութային և ազգային ավանդույթներին։ Պատկերացրեցիք ինչ է ասում, մշակութային ազգային։ Ժամանակին ԽՍՀՄ հիմնադիրները կարծում էին, թե մի դեկրետով հնարավոր էր սովետական ժողովուրդ ստեղծել։ Այդ միտքն այնքան էր նրանց դուր եկել, որ համահարթեցման համատարած գործընթաց էին սկսել, կրոնը մերժվել էր, տարբեր հավատքի ազգերին բերել էին մեկ ընդհանրական անհավատության դաշտ, մշակույթի և ավանդույթների կրթական, գիտական, առհասարակ զարգացության տարբերությունները փորձում էին շատ արագ վերացնել։ Թե որքանով էր դա ձախողված, ցույց տվեցին ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկիզբ առած բազմաթիվ միջէթնիկական բախումները։ Ներկայումս Ռուսաստանում ապրում է շուրջ 100 ազգ ու ազգություն, ավելի ստույգ 190, որ ազգի ավանդույթին է Պուտինը պարտավորեցնում հարգանքով վերաբերվել, թե նա համարում է, որ միայն ռուսների նախագահն է, կամ Ռուսաստանում արդեն ստեղծվել է ռուսաստանյան ժողովուրդ։ Ցանկացած երկիր գնացող պարտավոր է ենթարկվել տվյալ երկրի օրենքներին, իսկ ավանդույթները հարգելը բարեկրթության հարց է, ոչ թե պարտավորություն, մանավանդ որ այդ երկիրը բազմազգ է և ազգային ավանդույթ ասածն անհասկանալի ձևակերպում է։ Կալինինգրադի գերմանացու ավանդույթն են պարտավոր հարգել, թե Սախայի յակուտի։ Այո ժողովուրդ ջան, սա է Ռուսաստանի վիճակը եղել այն ժամանակ, սա է Ռուսաստանի վիճակը այսօր։ Ու եթե շատերը Խորհրդային Միության ժամանակ ասում էին ձրի տուն էին տալիս ձրի բժշկություն, այո ժողովուրդ ջան, հասարակության մի մասին գնդակահարում էին, մի մասին տանում ձրի աշխատացնում, որ ձեզ ձեր աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ տան, բայց ձրի տուն տան, ու դուք այդ ձրի տան համար սովետը գովերքել եք, բայց չեք մտածել, որ մեկ ուրիշի ընտանիքը քանդել են, մեկին տալ են աշխատացնելու հանքերում, մեկին էլ ուղղակի գնդակահարել են։ Սա էր Խորհրդային Միության որոշումը ձրի տուն տալու ու ձրի բժշկության։ Ուզում ենք մենք նորից այդ Խորհրդային Միության ճահճումը լնել, թե ոչ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք և դատեք ինքներդ։ Շնորհակալություն։